Գրիգորյան երգեցողությունից մինչև ժամանակակից երաժշտության մեջ նրա առկայությունը, պատմական զարգացումը եւ անդրադարձ հայտնի գրիգորյան մելոդիներից որևէ մեկին։ Օրինակ Dies Irae հայերեն ցածման օր հայտնի թեմայի մեկնաբանումը։ Մենք ենթադրեցինք, որ կարելի է փորձել փնտրել կապեր դեպի հայ երաժշտությունը, եւ արդյունքը մեզ զարմացրեց։ Այժմ ներկայացնեմ այն կետերը, որով մենք առաջնորդվեցինք։ Սկզբից ուսումնասիրեցինք գրիգորյան մելոդիների առաջացման եւ նրանց զարգացման պատմությունը, նրանց հիմքի վրա պոլիֆոնիկ երաժշտության սկզբնավորումը եւ զարգացումը։ Այս ամենի մասին բավական տեղեկություն խավեցինք մեր երաժշտական ուսուցիչների տրամադրած նյութերից։ Ընտրեցինք Dies Irae մելոդու մասին տվյալներ եւ թե որ կոմպոզիտորներն են կիրառել իրենց ստեղծագործություններում եւ թե ինչ մոտեցում են ցույց տվել այդ մելոդին կիրառելով։ Մեր խմբի միջոցներով Հարությունի նախաձեռնությամբ իր փոխադրած տարբերակով այս ստեղծագործություններից հատվածներ կներկայացնենք եւ կմեկնաբանենք։ Ապա մեր ուսուցիչի Աննա Նիկոլաևնայի ուսումնասիրություններից առաջնորդվելով բացահայտեցինք օրինակներ հայ երաժշտության մեջ։ Նախ հայ հին երաժշտության մեջ պոլիֆոնիկ մտածողության առկայությունը, որը արդեն զուգահեռ է տանում գրիգորյան երգեցողության հետ։ Ապա հայտնի Dies Irae թեմայի կիրառումը Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայում, եւ որ այդ թեմայի վրա է գրված նաեւ մեր հայրենական օրհներգը։ Եվ նաև այդ թեմայի հիմքերը փնտրելով մեր հայ հին մելոդիների մեջ, ինչպես որ ցույց է տալիս Արամ Խաչատրյանը, որ կան ախպեր հին հայկական երգում։ Եվ այս ամենից անհրաժեշտ ապացույցները կհիմնավորի Կոմիտասի ուսումնասիրություններ եւ հոդվածներ գրքից նրա տված հոդվածը կապված գրիգորյան երգեցողության հետ։ Գրիգորյան երաժշտությունը միջնադարային եկեղեցական երաժշտության ձև է, որը կապված է կաթոլիկ եկեղեցու տեսակարգի հետ։ Այն համարվել է Հռոմի պապ Գրիգորիոս առաջինի անունով, քանի որ հենց նա է համակարգել ու տարածել այդ երգեցողությունը, թեև իրականում նրա դերը ավելի մեծ է կազմակերպչական, քան ստեղծագործական հարցերում։ Երգերի եւ տեքստերի կանոնիկացումը եւ դրանց խիստ բաշխումը եկեղեցական տարվա ամսաթվերի համաձայն կատարվել է 7-րդ դարի վերջին։ Գրիգորիոս առաջինի մարից 300 տարի անց այն անվանվել է նրա պատվին։ Այն իր մեջ ընդգրկում է 9-ից 14-րդ դարերի երաժշտությունը եւ դրա մելոդիների հիման վրա ստեղծվել է պոլիֆոնիկ երաժշտությունը։ Ծաղկումը եղել է 11-ից 13-րդ դարերում։ Եկեղեցին ձգտում էր երգեցողությունների մեջ ներառել երկրային ամեն ինչից կտրվածության, միստիկական, խորհրդավորության եւ կրոնական էքստազի զգացողությունը։ Միևնույն ժամանակ երգեցողությունները սինթեզում էին դարավոր երաժշտական մշակույթ եւ կլանում էին տարբեր ժողովուրդների երգեցողություններից գեղարվեստորեն կարևոր տարրեր։ Գրիգորյան երգեցողության տեքստերը հիմնականում արձակ էին փոխարված աստվածաշնչից, իսկ մելոդիները կառուցված են միջնադարային եղանակների վրա։ Գերակշռում էին հավասար տեղողության տոնները։ Գրիգորյան երգեցողության հետագա անվանումը կանտուս պլակուս է կամ հարթ երգեցողություն։ Գրիգորյան երգեցողության հիմքը պատարագի եւ աղոթքի խոսքն է։ Հմբերգական երգեցողության մեջ աղոթքի եւ երաժշտության փոխհատուցության վրա գրիգորյան երգեցողությունները բաժանվում են վանկայի, նևմատիկ եւ մելիսմատիկ երգեցողությունների։ Գրիգորյան երաժշտության գլխավոր հատկանիշները մոնոֆոնիկ է, երգվում է մեկ ձայնով առանց գործիքային նվագակցության։ Ակապելա կատարվում է առանց երաժշտական գործիքների։ Լատինատար տեքստեր, գրեթե բոլոր ստեղծագործությունները գրված են լատիներենով եւ տարբերվում են ժամանակակից մաժոր եւ մինոր համակարգերից։ Ազատ ռիթմ ունի հստակ չափ է, ռիթմը հիմնականում որոշվում է տեքստի բնական շնչով ու շեշտադրումներով։ Մոդալ համակարգ, օգտագործվում են միջնադարյան լատեր, որոնք իրենց հերթին տարբերվում են եւս մաժոր եւ մինոր համակարգերից։ Ժամանակ ուղղակի չկար մաժոր մինոր։ Գրիգորյան երգեցողությունը ծառայել է ոչ թե աղոթքի ձայնային արտահայտությամբ, այլ խորացնելու հավատացյալների հոգևոր փորձառությունը։ Միջնադարային երաժշտության պատմական նշանակության հիմքը դարձավ։ Մեծ ատուցություն ունեցավ եվրոպական նոտագրության վրա, հենց դրա համար ստեղծվեց առաջին համավարակված նոտագրությունը՝ նեոնները։ Դարերի ընթացքում այն հարստացավ բազմաձայնությամբ, որը հետագայում հանգեցրեց պոլիֆոնիայի զարգացմանը։ Գրիգորյան երգեցողության բնույթով գործիքները ընդհանրապես չեն պահանջվում։ Այն ստեղծվել է եւ դարաշարունակ կատարվել է միայն մարդկային ձայնով, խմբային կամ էներգիային եղանակով։ Այդ պատճառով էլ հաճախ անվանում են ակապելլա երգեցողություն, բայց պատմության ընթացքում եղել են որոշ բացառություններ։ Հանքերում եւ տաճարներում հաճախ օգտագործվել է երգերոն, նվագախմբին ավելի աջակցելու եւ ձայները ավելի հնչեղ դարձնելու համար, սակայն ավելի ուշ հին փողային եւ դարային գործիքների աջակցությունը նույնպես օգնեց երգչախմբին։ Սակայն դա ավելի ուշ ժամանակների երևույթ է, քանի որ բուն գրիգորյան երաժշտությունը ավելի շատ մարդկային ձայներով է կատարվում։
Գրիգորյան պատարագային երգեցողությունը հասնում է ուշ անտիկ շրջան, երբ Մերձավոր Արևելքում ի հայտ եկան առաջին քրիստոնեական համայնքները։ Գրիգորյան երգեցողության հիմքերը զարգացել են 2-ից 3-րդ դարերի մինչև ընկած ժամանակահատվածում, ազդված լինելով հնագույն երաժշտական կառուցվածքներից և արևելքի երաժշտությունից, օրինակ հին հրեական սամոսերգությունից, Հայաստանի, Սիրիայի, Եգիպտոսի մելիզմատիկ երաժշտություններից։ Գրիգորյան երգեցողության մասին ամենավաղ և միակ վավերագրական վկայությունը ենթադրաբար թվագրվում է մեր թվարկության 3-րդ դարին։ Սա քրիստոնեական հիմնի ձայնագրությունն է հռոմեական ձայնագրությամբ, նոտագրությամբ, որը գրված է Եգիպտոսի Օքսինս քաղաքում հայտնաբերված պապիրուսի հաշվետվության հակառակողմում, որն էլ գտնվել էր հացահատիկի պետքաղաքի ժամանակ։ Դիես իրը, Սասման օր, միջնադարյան կաթոլիկ երգեցողության սեկվենցիա, պատկերում է առել դատաստանի օրը, առաջացել է Իտալիայում, ամենահին գրառումները կապված են 12-րդ դարի հետ, վերջնական ձևավորումը տեքստի կապված է Թոմազո Դիչելանոյի հետ։ Դիես իրը 5 սեկվենցիաներից մեկն է, որը ձևավորվել է Հռոմի տրիենտեքստիկ տաճարում։ Այդ մեգադիի արմատները տանում են դեպի ժողովրդական երգեր, տարբերվում է իր հստակ, ողբերգական և ազդեցիկ բնույթով, և մինչև 20-րդ դարը պահպանել է իր ազդեցությունը։ Նա բոլոր ժամանակներում կիրառվել է կոմպոզիտորների կողմից իրենց ստեղծագործություններում։ Դիես իրը թեման բազմիցս կիրառվել է հարմոնիկ և տեմբերային փոփոխված տարբերակներով։ Օրինակ հնչում է Բերլիոզի ֆանտաստիկական սիմֆոնիայում, Չայկովսկու Մանֆրեդ սիմֆոնիայում, Գլազունովի Միջին դարերից, Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայում, Շոստակովիչի Համլետում, Օ. Հենրիի Պար մահացածների և այլ տարբեր ստեղծագործություններում։ Դիես իրը կիրառված է Սգո հանդիսավոր մեսայի, այսինքն ռեկվիեմի աղոթքների կազմում։ Պարտադիր է նրա կիրառումը թե տեքստերի, որ լատիներեն է, և թե հենց մեղեդի։ Դիես իրեից հետո հաջորդում է տուբա միրում հրաշագործ եղջույր աղոթքը, և երաժշտության մեջ մտցնում է վառ երևակայական պատկերներ։ Հարգելի ուղդիրներ, եկեք այս պահին նստենք մի հատված լիստի վարիացիաներից, գրված Դիես իրայի թեմայով։ Վերես լիստը դեռ 1458 թվականին էր նախաձեռնել այս աշխատանքը, բայց վերջնական պատկերի բերեց և կատարվեց 1865 թվականին։ Սկզբից հնչում է թեման, որը ունի խիստ սարսափեցնող, սթափեցնող բնույթ։ Մշակելով թեման ենթարկվում է տարբեր փոփոխություններին, թեմային տարբեր կերպարանափոխումներ։ Այդ պահից զգացվում է, թե ինչպես հերոսական բնույթ ստացավ և կարծես հիշեցնում է մեզ Բեթհովենի 5-րդ դաշնամուրային կոնցերտը, մեզ տանելով դեպի երկնային թռիչքի։ Այժմ միայն հատված այս ստեղծագործությունից, հենց սկզբից թեթև թռչկոտող բնույթի թռչուններին բնորոշ թեմա է, բայց երբ լսում ենք հիմնային հնչյունները, ինչպես մեկ տամանում է ռուս կոմպոզիտոր Իվան Սոկոլովը, նշվարվում է Դիես իրայի թեման։ Այստեղ գաղափարը բխում է Հոֆմանի նկարից, ըստ որի ձվից դուրս եկած թռչունները սխալ վատ մտքեր են, որ եթե հենց սկզբից չկոտրես, նրանք ապագայում մարդուն կտանեն կործանալ։ Մենք երկօրինակ ցուցադրեցինք և եվրոպական և ռուս կոմպոզիտորներից, իսկ այժմ անդրադառնանք մեր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին,
Նա պատերազմի տարիներին տեսնում էր, թե ինչպես են իր ազգը անխնա ոչնչացվում, տեսնում էր, թե ինչպես են անխտիր բոլոր տղաներին տանում ռազմաճակատ և ոչ մի ճրագ չթողնելով իրենց տանը, երբ հարևան պետություններում երևույթն այլ էր, և ապա Խաչատրյանը իր երկրորդ սիմֆոնիան ողողում է ողբերգական գույներով, իսկ երրորդ մասում օգտագործում է երկու թեմա, մեկը իր մորից տեսած Ոսկան աղբեր շաթին երգը, մյուսը DSR-ը և դասավորում է պոլիֆոնիկ շարադարանով, եկեք լսենք։ Մենք հետևում ենք, թե ինչպես երկու թեմաների մեջ նմանություն է զգացվում։ Արամ Խաչատրյանը ժողովրդական թեմա ներկայացնելուց հետո ենթարկվում է մշակման, եւ այդ պահին սկսում է բացահայտվել այնտեղ թաքնված DSR թեման։ Սրանով ակնարկում է, որ մեր հին տոհմիկ երկրի մեջ, որոնք ավելի վաղ ծագում են, արկա է այդ թեման։ Հետո իհարկե կտարածվեն այն ուղերը, որ Ոսկան աղբեր ժողովրդական երկրի բառերի հեղինակը Արեդիկ Իսահակյանն է։ Եվ կարծես նշելով, թե այդքան էլ հիմերների չէ։ Եվ Խաչատրյանը կասի, որ այդ դեպքում ես եմ Իսահակյանն է, ժողովրդինը կվերադարձնենք ժողովրդին։ Խաչատրյանը շատ լավ գիտեր մեր հին տոհմիկ մեղեդիների կազմությունը եւ վստահ էր իր աշխատանքի վրա։ Եվ այստեղ գալիս են շատ տարբեր ենթադրություններ։ Եկեք լսենք։ Սիմֆոնիայում, երբ լարայները հստակ հնչեցնում են DSR թեման, մեր լսած հարմոնիաները կարծես հիշեցնում են հայ եկեղեցու հայրապետական օրհներգը, որը գրվել է Կոմիտասի կողմից 1895 թվականին։ Սիմֆոնիայում, երբ լարայները հստակ հնչեցնում են DSR թեման, մեր լսած հարմոնիաները կարծես հիշեցնում են հայ եկեղեցու հայրապետական օրհներգը, որը գրվել է Կոմիտասի կողմից
1895 թվականին, սակայն արձում է, որ Կոմիտասը 1891 թվականին լրիվ ուրիշ մեղեդիով է ֆինանսել։ Դեպի վեր կվարտայով արշակվող բնորոշ մեղեդի, բայց 4 տարի հետո փոխում է եւ ստեղծում է ծնունդ շատ հայտնի տարբերակը, որ իրականում դեպի երգեր ստոկետնյա աստվածություն տանող թեմա է։ Նույն ինքը դիեզյուր է։ Իրականում սա առանձին քննություն է պահանջում եւ նոր հարցեր են առաջ գալիս։ Մեղեդու կազմությունը պատմում է մեզ Վահագն աստվածության մասին։ 1914 թվականին, երբ Փարիզում միջազգային երաժշտական համաժողովի ժամանակ Կոմիտասը ներկայացնում հայ երաժշտությունը, ուրիշ ազգերի ներկայացուցիչների ճառերը բուռն դիտողությունների եւ քննադատությունների են արժանանում։ Ինչպես օրինակ կաթոլիկ միկրոնավորի Գրեգորյան երաժշտության շեշտավորման մասին է խոսում, ապա հայ երաժշտության մասին ասած խոսքերը շատ հրաշքով են ընդունվում եւ հայտնի երաժշտագետ Վագները, որը ուրիշներին անընդհատ ընդմիջում է, շնորհավորանքի խոսքեր էր ասում հայ երաժշտությանը։ Ինչպես որ Գրեգորյան երաժշտության մեջ է ընդունված մեղեդի ենթակերպարներին, այնպես էլ հայ հոգևոր երգերի մեջ է դա ընդունված։ Անանյա Շիրակացին գրում է, որ եղածը սցենի գործի մեջ, հայ եկեղեցու շարականների մեջ, խոսքերը ավելի պիտի գրավեն կոնկրետ ուշադրությունը, քան երաժշտությունը։ Այսինքն շարականները ստեղծվել են հրաչի տատիկի պես երգելու համար։ Գրեգորյան երգեցողության մեջ հաճախ լսում ենք բառեր, որոնք ամբողջությամբ հայկական բառեր են, նույն շեշտադրությամբ, ինչպես հայերենում են, եւ դրանք տալիս են մեզ մտածելու տեղի, թե օրինակ լատիներեն ինչպես է հասկացվում հանուն հոր երևույթի լույս եւ այլն։ Արդյոք այդտեղ ճիշտ է շեշտադրված, թե մեղեդին հենց մեր տարածքի ծաղկումներով։ Նաև կասկածները ավելի հիմնավորվում եւ լսում են Կոմիտասի խաղերից դուրս բերած փոքր մեղեդիները, որ իրենց կարողության կարծես նման լինեն։ Գրեգորյան երգեցողությունը ժամանակի ընթացքում բազմազանվեց պոլիֆոնիկ մտածողությամբ, հիմնվելով մեղեդիների դիահատության վրա։ Մենք հայ երաժշտությունները նույն առանձնահատկությունը, մենք օրինակ ցույց կտանք ժողովրդական հոգևոր երգի մի նմուշ արտ ցնծացեք, որ ունենալով 3 տարբերակ միասին հնչում են որպես պոլիֆոնիկ կատարյալ ստեղծագործություն։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին Արմենիա Ռուբենովնային, որն է դասավանդում արվեստ առարկան, Աննա Օրիգոնային, որն է շատ օգնեց իր տված հոդվածներով, եւ Զարա Յուրիվնային։